Ակտիվ շինարարություն ու տեղափոխություններ են Հայաստան-Վրաստան սահմանին։ Տեղափոխում են խողովակները, որոնցով Հայաստան է մտնում մատակարարվող գազի 80%-ը։ Թե ինչու, Հայաստանի իշխանությունները վերջին ամսում տարատեսակ պարզաբանումներ են հնչեցրել՝ ականապատման խնդիրներից մինչև տեխնիկական անբավարարություն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, օրինակ, մամուլից էր տեղեկացել այս մասին։ Շատ պարզ բացատրված է, որ եղել է որոշակի գոտիով անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի են տեղափոխել։ Հարությունյանը հղում էր անում վրացական աղբյուրներին, որտեղ նշվում է Հայաստանն է խնդրանքով դիմել վրացական կողմին նախաձեռնել այս տեղափոխությունը։ Վրացական մամուլը գրում է Հայաստանի խնդրանքի պատճառը դեռ 90-ականներից ականապատված Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետի հանգույցն է։ Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե խոսքը գնում է 90-ականներին դեռևս ձևավորված խնդրի մասին, ապա ինչու միայն այսօր է հայկական կողմը դիմում Վրաստանին նման գուցե տեխնիկական լուծում տալու համար։ Չէ՞ որ այս ամբողջ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հենց վերոնշյալ գազամուղով շարունակում է բնական գազ ներկրել Ռուսաստանի Դաշնությունին։ Տավուշի անկլավներն են տարեկան շուրջ 2-ից 3 միլիարդ խորանարդ մետր ծավալի ներկրում ապահովող գազատարի տեղափոխման պատճառը։ Նախնական համարվող այս վարկածը հիմնականն է, որ շրջանառվում է փորձագիտական շրջանակում։ Իրանք եկել են համաձայնության եւ Տավուշից տարածել են էլի լրացիչ հանձնելու Ադրբեջանին։ Իսկ այդ գազամուղը անցնում է հենց այդ տարածքներով, որովհետեւ ադրբեջանցիները չգան ու գազամուղի վրա չնստեն ու չփակեն, ոնց որ արեցին դա Արցախում։ Ապա իրանք սկսել են նաեւ գազամուղը տեղափոխել, որպեսզի դա պրոբլեմ չլինի Հայաստանի համար։ Մինչդեռ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պաշտոնապես պատասխանել է Սպուտնիկ Արմենիային, տեղափոխությունների պատճառը տեխնիկական անբավարարությունն է։ Ավելացրել նախագիծը ֆինանսավորվում եւ իրականացվում է վրացական կողմի հաշվին, մինչդեռ փորձագետները պնդում են Վրաստանը վերցրել է միայն իր կողմի տեղափոխությունների ծախսը։ Վրացական կողմը ամբողջ ծախսը իր վրա վերցնում է միայն Վրաստանի հատվածում։ Հայկական մասում ինքը իր վրա ոչ մի ծախս չի վերցնում։ Դեկենին նորից հարցում ուղարկեք, ասեք իսկ հայկական կողմում այդ տեղաշարժի ծախսով է անել, հավատացեք, ինքը կպատասխանի, որ հայկական կողմը կամ ընդհանրապես ոչինչ չի պատասխանի։ Տավուշի Կարմիր կամուրջ, Սև քար, Բերդ, Մայրուղին գազատարին միացնող ռուսական Մայր գազամուղը վերջնականապես տեղափոխված կլինի 2027 թվականին։ Վրացական կողմը հայտնել է աշխատանքների ընթացքում գազի մատակարարման խնդիրներ չեն առաջանա։ Սեդա Գյուլեգյան, Նոնա Գևորգյան, ABC Media։